Մի հարց տամ քեզ։ Եթե ամբողջ օրը քեզ հետևեիր ձայնագրիչով, այսինքն քեզ ձայնագրեիր, եւ օրվա վերջում լսեիր այդ ձայնագրությունը, ինչ կբացահայտեիր։ Դու ավելի շատ գոհանում ես, թե դժգոհում։ Ամեն անգամ, երբ դու պարզապես բողոքում ես, քո ներսում ֆիզիկական առումով ինչ-որ մի բան է փոխվում։ Եվ սա միայն հոգևոր հարց չէ, սա նաև ֆիզիոլոգիական հարց է, սա նաև նյարդաբանական հարց է եւ հոգեբանական հարց։ Բողոքելը նաև ուղեղի կառուցվածքի հարց է։ Ինչպես մենք գիտենք, ուղեղը պլաստիկ է, այսինքն ճկուն, եւ բողոքելու ընթացքում նեյրոնները սկսում են ակտիվանալ եւ կապեր հաստատել, ուղիներ են փնտրում։ Եվ երբ որ մենք սկսում ենք հաճախակի բողոքել, այդ ուղիները դառնում են երթուղի եւ մենք սկսում ենք հակվել դեպի նման կյանքը։ Երբ որ մենք անդադար սկսում ենք բացասականը նկատել, մեր ուղեղը սկսում է սովորել բացասականի եւ ամեն բանի մեջ փնտրել այդ բացասականը։ Նկատել եք, որ ինչի մասին որ դուք խոսում եք, դա էլ սկսում եք նկատել։ Օրինակ, եթե ինչ-որ մեկը սկսում է փնտրել դեղին ավտոմեքենա ինչ-որ մոդելի, եւ երբ որ նա դուրս է գալիս փողոց, հանկարծ սկսում է նկատել, դա չի նշանակում, որ դա չկար, դա նշանակում է, որ իր ուղեղը չէր փնտրում նման մոդելի մեքենա եւ նման գույնի մեքենա, հետաքրքրված չէր։ Բայց երբ որ մենք սկսում ենք խոսել այդ մասին, հետաքրքրվել, փնտրել, հանկարծ հայտնաբերում ենք, որ դրանք կան։ Նույնն էլ բողոքելու ընթացքում է։ Երբ որ մենք սկսում ենք դժգոհել, անընդհատ փնտրում ենք այն առիթները, որոնց համար արժե դժգոհել, եւ մենք գտնում ենք դրանք։ Իսկ գոհացող մարդը փնտրում է գոհության առիթներ եւ անպայման ունենում է այդ առիթները։ Ուրեմն, եթե դու ունես մի թեմա, որին անդադար վերադառնում ես, շարունակում ես բողոքել եւ դժգոհել, դու դրանով պարզապես կարծիք չես հայտնում, դու վերածրագրավորում ես քո ուղեղը եւ վերաձևավորում ես այն դեպի մռայլ, տխուր, դեպրեսիվ ռեժիմ, քո ուղեղում ստեղծելով նեյրոնների համապատասխան կապ եւ դրանով հանդերձ փոխելով քո ուղեղի պլաստիկությունը, ճկունությունը, այսինքն քո ուղեղի ֆիզիկական կառուցվածքն անգամ։ Նույնը տեղի ունենում նաև դրական առումով, այսինքն երբ որ սկսում ես գոհանալ եւ այդ ժամանակ նեյրոնները սկսում են կապվել իրար հետ եւ նորից ճանապարհ են պատրաստում, կապեր են ստեղծում եւ ուղեղը սկսում է անընդհատ փնտրել գոհության առիթներ։ Հետևաբար թե դժգոհությունը եւ թե գոհությունը քիմիական գործողություններ են առաջացնում մեր ուղեղի մեջ, ստիպելով մեր ուղեղին փոխվել դեպի այդ ուղղությամբ, ֆիզիկական ձևափոխում կատարել։ Հենց դա է պատճառներից մեկը, որ Աստծո խոսքը մեզ անդադար հորդորում է գոհանալ եւ անգամ մեր կարիքները եւ մեր խնդիրները Աստծուն ներկայացնել գոհության միջոցով։ Եվ եթե ես քեզ ասեմ, որ քո սրտում եղած դժգոհությունը բառացիորեն փոխում է քո ուղեղի կառուցվածքը, ապա այդ դեպքում ինչպես կվերաբերվես հաջորդ բողոքներին։ Սա քո ուղեղն է գոհության եւ դժգոհության ժամանակ։ Եվ սա ապացուցված փաստ է։ Գիտնականները սկանավորել են մարդու ուղեղը այն ժամանակ, երբ որ նա դժգոհում է եւ այն ժամանակ, երբ որ նա գոհանում է։ Պատկերը պարզապես ցնցել է մասնագետներին։ Հետևաբար բողոքելը պարզապես կարծիք հայտնել չէ, պարզապես խոսք չէ, այլ ուղեղի վերածրագրավորում։ Ժամանակակից նեյրոգիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ այն, ինչի մասին մենք պարբերաբար մտածում ենք եւ վերադառնում, սկսում է ձևավորել ուղեղի նեյրոնային ճանապարհները։ Եվ երբ դու հաճախ բողոքում ես եւ անդադար ասում ես, որ սա կյանք չի, որ ես ապրում եմ, որ այս երկիրը երկիր չի դառնա, բոլորն ինձ անտեսում են, ինձ ոչ ոք չի հասկանում, այդ ժամանակ դու ոչ թե պարզապես արտահայտում ես քո բացասական էմոցիաները եւ մտքերն ես հայտնում, այլ ստիպում ես, որ քո ուղեղը սկսի այլ կերպ աշխատել, արդյունքում քո ներսում քիմիական գործողություններ են կատարվում, որոնք ազդում են քո ուղեղի աշխատանքի վրա եւ հետեւաբար նաեւ քո առողջության վրա։
դու վերածրագրավորում ես եւ վերապատրաստում ես քո ուղեղը կամ վարժեցնում ես քո ուղեղը, որ ամեն ինչի մեջ ինքնաբերաբար սկսի փնտրել եւ մտածել վատը, վտանգը, անարդարությունը։ Եվ ցավալին այն է, որ ժամանակի հետ սա վերածվում է ինքնաշխատ ռեժիմի։ Այսինքն այլևս հետագայում կարիք չկա վերածրագրավորել սա, վերահսկել սա, ուղեղը ինքնաբերաբար սկսելու է այսպես գործել որպես ռեժիմ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ երկարատև բացասական մտածողությունը եւ քրոնիկ սթրեսը բարձրացնում են կորտիզոլ կոչվող հորմոնի մակարդակը, որը եթե երկար ժամանակ բարձր է մնում, սկսում է վնասել հիպոկամպ անունով ուղեղի մի հատվածը, այն, որը կապված է հիշողության եւ համատեքստի ընկալման հետ։ Այսինքն մենք իրականությունը սկսելու ենք աղավաղված ընկալել, խեղաթյուրված եւ հետեւաբար նաեւ մեր կյանքը դրանով կխեղաթյուրվի։ Մեր ներսում առաջանալու են նախապաշարումներ, սխալ վերաբերմունքներ, որոնք վնասելու են առաջին հերթին մեզ։ Այլ կերպ ասած, քո բողոքը փչացնում է ոչ միայն քո տրամադրությունը, այլ վնասում է քո ուղեղի այն կենտրոնները, որոնք պատասխանատու են հիշողության եւ առողջ դատողության համար։ Այսինքն, որքան շատ ես կենտրոնանում բացասականի վրա, այնքան ավելի են ամրանում նեյրոնային կապերը եւ կգա մի օր, երբ բացասական մտածելակերպը կդառնա քո ներսում ինքնաշխատ, անգամ այն ժամանակ, երբ որևէ սպառնալիք չկա եւ որևէ բացասական առիթ չկա։ Եկեք հիմա խոսենք բողոքողների 3 տեսակի մասին։ Առաջինը թափոններ առաջացնողներն են։ Այսինքն նրանց նպատակը լուծումը չի։ Նրանք պարզապես ուզում են կիսվել, իրենց ներսինը դուրս թափել։ Եվ երբ որ ինչ-որ մեկը նրանց խորհուրդ է տալիս, նրանք չեն բավարարում, ասում են, դա չի օգնելու, ոչ մի օգուտ չկա, դա պարզապես այսպես է եւ վերջ, այսինքն նրանց նպատակն է նրանց ներսում կուտակված բացասական էներգիան, աղբը դուրս թափեն եւ դրանով նաեւ թունավորեն շրջակա միջավայրը, մթնոլորտը։ Նրանց նպատակը փոփոխությունը չէ, այլ պարզապես ուրիշի վրա ծանրանալն է։ Ես նախորդ վիդեոների ընթացքում արդեն խոսել եմ էներգետիկ վամպիրների մասին, այնպես որ դուք կարող եք այս հղումով անցնել եւ դիտել, թե ինչպես են մեր շրջապատում գտնվող էներգետիկ վամպիրները խմում մեր էներգիան եւ գողանում մեր ժամանակը։ Բողոքողների երկրորդ տեսակը խղճահարություն փնտրողներն են, կամ էլ կարեկցանք փնտրողները։ Օրինակ դու կարող ես նրա հետ կիսվել եւ ասել, այս վերջերս շատ հոգնած եմ։ Մի տեսակ գերհոգնած վիճակ է ինձ մոտ։ Իսկ նրանք այդ բան կարող են հակադարձել, ասել, դու գիտես ես ինչերով եմ անցնում, ոչ ոք չգիտի ես ինչերով եմ անցնում, ոչ ոք չգիտի իմ ցավը։ Նման մարդիկ նույնպես չեն փնտրում որևէ լուծում, նրանք պարզապես փնտրում են կարեկցանք իրենց շրջապատի կողմից։ Նրանց բողոքի հիմքում հաճախ կարելի է գտնել անտեսվածություն եւ թերի արժեքավորում։ Այսինքն նրանք փնտրում են մարդկանց կողմից ուշադրություն, արժեքավորում, կենտրոնացում, նրանց ընդամենը դա է պետք, նրանք չեն ուզում բժշկվել, նրանք չեն ուզում, որ իրենց հարցը լուծում գտնի, նրանք պարզապես մուրում են շրջապատի կողմից կարեկցանք։ Եվ բողոքողների երրորդ տեսակը դրանք քրոնիկ բողոքողներն են։ Այսինքն նրանք ոչ թե բողոքում են, որ պարզապես ինչ-որ լուրջ խնդիր ունեն, այլ իրենք են փնտրում այդ խնդիրը կամ ստեղծում այդ խնդիրը, որպեսզի պարզապես բողոքեն։ Սա արդեն քրոնիկ բնույթ է կրում մարդու մոտ եւ մարդու ուղեղը այնքան է վնասված, որ անգամ ամենալավ բաների մեջ նրանք բողոքելու առիթներ են փնտրում եւ զարմանալիորեն նաեւ գտնում են։ Այդպիսի ուղեղը սովոր է ապրել մշտական սթրեսների եւ տագնապների ներքո։ Այստեղ մի փոքրիկ ճշգրտում եմ ուզում անել։ Հարցը այն չէ, որ դու երբեք չես բողոքում եւ միշտ ուրախ ես, գոհ ես, ժպիտը քո դեմքից չի իջնում։ Ոչ, բնավ, մենք ապրում ենք այնպիսի մի կյանքում, որտեղ նաև բողոքելու առիթներ կան։ Մեր կյանքում հնարավոր է լինեն նման իրավիճակներ, երբ որ մենք արտահայտենք մեր անհամաձայնությունը, արտահայտենք մեր դժգոհությունը,
բայց հարցը այստեղ ոչ թե պարզապես բողոքելու մասին է, այլ քրոնիկ բողոքների մասին է, անդադար բացասականը փնտրելու մասին է, երբ մարդը պարզապես անգամ բնազդային առումով, կարծես մանյակային բնազդով փնտրում է ինչ-որ մի բան բողոքելու համար։ Ինչ է ասում Աստվածաշունչն այդ մասին։ Իրականում Աստվածաշունչը վաղուց է ասել այն, ինչ նեյրոգիտնականները կամ նյարդաբանները մեր օրերում են բացահայտում եւ բարձրաձայնում։ Փիլիպեցիների 2-րդ գլխի 13-ից 14 համարներում Պողոս առաքյալը գրում է. «Ամեն բան առանց տրտունջի եւ վիճաբանության արեք, որպեսի անարատ Աստծո անբիծ եւ անմեղ զավակները լինեք այն կամակոր եւ խոտոր սերունդի մեջ, որի մեջ պիտի երևաք որպես աշխարհում լույս տվողներ»։ Ահա տեսեք որքան կարևոր հորդոր, ինչպես ենք երևում որպես լույս տվող, երբ որ ամեն բան անում ենք առանց բողոքի եւ տրտունջի, այսինքն գոհանալով։ Հետևաբար Աստվածաշունչը մեզ ցույց է տալիս, որ գոհության ժամանակ մարդը լույս է շողարցակում իրենից, մարդը դառնում է լուսատու այս խավար աշխարհի մեջ, իսկ դժգոհությունն ու բողոքը մարում է այդ լույսը, թուլացնում է այդ լույսը։ Այս առումով ես սիրում եմ ասել, ավելի լավ է աղոթել, քան բողոքել, որովհետև բողոքելիս դու ոչինչ չես կարող փոխել, բայց աղոթելիս իրավիճակը կարող է փոխվել։ Վերջ-վերջո, եթե իրավիճակն էլ չփոխվի, դու ես փոխվում, քո տրամադրությունն է փոխվում, երբ աղոթում ես եւ գոհանում։ Աստվածաշնչում մենք մի ակնառու օրինակ ենք տեսնում մի ամբողջ ազգի հետ կապված։ Երբ որ հրեաները դուրս եկան եգիպտական դաժան գերությունից եւ հայտնվեցին ազատության մեջ, առաջին բաներից մեկը, որ նրանք սկսեցին անել, դա դժգոհելն էր, բողոքելը եւ ըմբոստանալը Աստծո դեմ։ Իհարկե Աստված պատասխանում էր նրանց բոլոր խնդրանքներին եւ անգամ պահանջներին, բայց արդյունքն այն եղավ, որ նրանք Եգիպտոսից դուրս եկան, բայց չմտան խոստումների երկիրը, չարժանացան խոստումների իրականացմանը։ Դասը հետեւյալն է. դու կարող ես Եգիպտոսից դուրս գալ, դու կարող ես ստրկությունից դուրս գալ, բայց Եգիպտոսը քո ներսից դուրս չի գա։ Դու կարող ես փոխել անգամ երկիրը, ինչպես որ հրեաները փոխեցին իրենց երկիրը, բայց իրենք չփոխվեցին, մնացին նույն բացասական տրտնջացող ազգը։ Իսկ արդյունքում մենք տեսնում ենք, որ խայթվեցին օձերի կողմից եւ չմտան Աստծո կողմից նախատեսված խոստումների մեջ։ Հետևաբար դու կարող ես դուրս գալ ինչ-որ իրավիճակներից, բայց երաշխիք չունենալ, որ կմտնես ավելի դրական վիճակի մեջ, եթե այդ բացասականը քո ներսում է, եթե դու ունես բացասական նախատրամադրվածություն եւ անդադար բողոքում ես իրավիճակներից։ Հիմա, ինչով է տարբերվում տրտունջը Աստծո առաջ արտահայտված խոստովանությունից։ Վերջ-վերջո մենք չենք կարող ճզմել մեր ներսում եղած հույզերն ու զգացմունքները, դրանք մի ձև պետք է արտահայտենք։ Իսկ Աստվածաշնչում մենք շատ ենք տեսնում, որ Աստծո մարդիկ անգամ գնում են Աստծո ներկայության մեջ եւ բողոքում են, կարծես, տրտնջում են։ Իրականում դա ոչ թե տրտունջ է բացասական իմաստով, այլ դա հույզերի արտահայտումն է Աստծո ներկայության մեջ, դա խոստովանությունն է Աստծո առաջ, որովհետև խոստովանության եւ բողոքի միջև կա մի նուրբ տարբերություն։ Բողոքի մեջ կա ըմբոստություն, իսկ խոստովանության մեջ կա անկեղծություն։ Սաղմոսների գրքում մենք շատ ենք տեսնում նման արտակնապես թվացող բողոքներ, երբ որ Սաղմոսերքուն արտահայտում է իր ներսի անհասկացողությունն Աստծո առաջ։ Իրականում դա խոստովանություն է, եւ այո, Աստված մեզ խրախուսում է լինել ազնիվ, անկեղծ նրա առաջ, չթաքցնել, չկեղծել։ Եթե քո ներսում կան հարցեր, մի պահիր քեզ այնպես, ինչպես կարծես ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա։ Արտահայտիր քո խնդիրները, արտահայտիր քո դժգոհությունները, բայց բեր այն Աստծո առաջ։ Դու կարող ես պարզապես ասել. Տեր, ես չեմ հասկանում ինչու է այսպես կատարվում իմ կյանքում, ես չեմ հասկանում, թե այս աշխարհը ինչու է այսպես անարդար, ես չեմ հասկանում, թե ինչու իմ հանդեպ այսպես վարվեցին, բայց ես մի բան գիտեմ,
դու արդար ես, դու ամենակարող ես եւ դու ունես լուծում այս իրավիճակի համար։ Հետևաբար մի թաքցրու քո ցավը, արտահայտիր Աստծո առաջ, դա գնահատելի է, բայց ճիշտ տեղ արտահայտիր։ Բեր Աստծո ներկայության մեջ։ Վերջ-վերջո, մեր բողոքների մեջ պետք է շինություն լինի, այսինքն մեր բողոքը ոչ թե պետք է քարուքանդ անի, այլ պետք է պարունակի կոնստրուկտիվ տարրեր, ինչ ես դու առաջարկում, ինչ լուծում ունես դու այդ իրավիճակը շտկելու համար, փոխելու համար, ինչ ես դու անում, որպեսզի այդպես չլինի։ Հակառակ այս ամենի քրոնիկ դժգոհությունը ոչ միայն մեր ներսում բացասական եւ քայքայչ հորմոններն է բարձրացնում եւ աճեցնում, այլ նաեւ մեզ զրկում է դրական հավատքից եւ հույսից դեպի փոփոխությունը, դեպի Աստծո միջամտությունը, մեզ դարձնում է հոգեվորապես ըմբոստ։ Հիմա ամենակարևոր պահը, ինչ անել։ Ես կառաջարկեմ 4 լուծում, գործնական քայլ, որոնք փաստված են եւ հաստատված են թե հոգեվոր, թե նեյրոգիտության եւ թե հոգեբանության վրա։ Առաջին, գործնական շնորհակալություն որպես ուղեղի վերածրագրավորում։ Դու կարող ես ամեն օր կատարել շատ պրակտիկ վարժություններ, օրինակ փնտրել ինչ-որ մի բան, որի համար դու շնորհակալ ես։ Դժգոհող մարդը կփնտրի այն, ինչ չունի, բայց գոհացող անձնավորությունը կփնտրի այն բաները, որոնք ունի եւ որոնց համար կսկսի շնորհակալություն հայտնել։ Հիշում եք, մի պատմություն կար, երբ որ 5000 տղամարդ, չհաշված կանանց եւ երեխաներին, Հիսուսի ներկայության մեջ էին գտնվում եւ սոված էին։ Դուք կարող եք պատկերացնել նման իրավիճակ եւ ինչ դժգոհություններ կարող են բարձրանալ մարդկանց մեջ։ Եվ Հիսուսի աշակերտները եկան նրա մոտ եւ ասացին. մենք ոչինչ չունենք, որով կարող ենք գոհացնել այս մարդկանց, արձակենք նրանց թող գնան։ Բայց Տեր Հիսուսը լուծում գտավ։ Նրա մոտ բերեցին մի պատանու, որ ուներ մի քանի հաց եւ ձուկ, եւ Հիսուսը դրանք վերցրեց, եւ հիմա եկեք համեմատենք։ Հազարավոր սոված մարդիկ եւ փոքր հնարավորություն։ Ինչ արեց Տերը։ Գրված է, որ նա դրանք վերցրեց, բարձրացրեց դեպի Աստված, գոհացավ դրանց համար եւ տվեց իր աշակերտներին եւ ասաց. բաժանեք մարդկանց։ Գաղտնիք ենք տեսնում այստեղ։ Իրականում, երբ որ դու ունես փոքրը, քիչը եւ սկսում ես գոհանալ իրական ձևով, այնտեղ ոչ մի ինչ-որ կախարդական, միստիկ բան չկա, կա հոգեվոր բան։ Այդ փոքրը սկսում է բազմապատկվել։ Կարիքը մեծ է, հնարավորությունը փոքր է, բայց իրականում շնորհակալությունը եւ գոհությունը մեծացնում են քո հնարավորությունները եւ քո կարողությունները։ Արդյունքում բոլորը գոհ էին եւ մի բան էլ ավելացավ։ Եվ իրականում շնորհակալություն հայտնելը ոչ միայն նյարդաբանական եւ հոգեբանական վարժություն է, այլ հնազանդություն է Աստծո պատվերին։ Տեսեք առաջին Թեսաղոնիկեցիներին 5-րդ գլխի մեջ 16 խոսքում ինչ է մեզ փոխանցում Սուրբ Գիրքը, ինչ պատվեր է տալիս։ Միշտ ուրախ եղեք, անդադար աղոթեք, ամեն բանում գոհություն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծո կամքը Քրիստոս Հիսուսով։ Շատերն են ինձ հարցնում, ո՞րն է Աստծո կամքը ինձ համար։ Ահա մի գործնական առաջարկ, սա է Աստծո կամքը, որ անդադար շնորհակալություն հայտնես Աստծուն, ուրախ լինես։ Հետևաբար հետաքրքիր մի նեյրոգիտական կապ կա ուրախության եւ շնորհակալության, ինչպես նաեւ աղոթքի։ Ուրեմն տեսնում ենք, որքան գործնական է Աստծո խոսքը։ Ուրախ լինել, աղոթել եւ շնորհակալություն հայտնել։ Սրանք շատ գործնական քայլեր են, վարժություն, աշխատանք, որոնք ոչ միայն օգնում են մեր ուղեղի դրական նեյրոնների միացությանը եւ դրական ճանապարհների հարթմանը մեր ուղեղի մեջ եւ նպաստում են մեր ուղեղի ճիշտ աշխատանքին, նաեւ սրանք հոգեվոր կարևոր վարժություններ են, որոնք օրհնություն են բերում մեր կյանքի մեջ։
Ուրեմն սրանք պարզապես ինքնախաբեություն չեն, այնպես չէ, որ քո կյանքում ամեն ինչ լավ է և դու անդադար շնորհակալություն ես հայտնում, բայց երբ որ դու սկսում ես աղոթել և փնտրել լավը, Աստված քեզ ավելի շատ առիթներ է տալիս գոհանալու համար։ Ես միշտ ասում եմ, որ գոհացողը միշտ գոհանալու առիթներ կունենա, իսկ դժգոհողին Աստված առիթներ կտա դժգոհելու համար։ Երկրորդ գործնական քայլը՝ սովորիր բռնացնել քեզ դժգոհության պահին։ Մի սպասիր, որ քո ընկերները կամ քո ընտանիքի անդամներն ասեն, լսի, ես վերջերս շատ փնփնթան ես դարձել։ Դու ինքդ քեզ դրա վրա բռնացրու։ Օրինակ, երբ որ զրույցների ընթացքում տեսնում ես, որ չափից շատ ես արդեն բողոքում, կարող ես մարդկանց մոտ էլ քեզ մերկացնել եւ խոստովանել, ասել, կներեք, ես չափն անցա։ Մի տեսակ ես վերջերս շատ դժգոհող եմ դարձել։ Այս ամենը օգնում է, որպեսզի դու վերադաստիարակես քեզ, վերածրագրավորես քո ուղեղը։ Ինքդ քեզ հարցրու, ես հիմա բողոքում եմ, թե լուծում եմ, փնտրում, որովհետև քո բողոքը առանց լուծման քեզ ոչ մի լավ տեղ չի տանի։ Հետևաբար քո բողոքները կարող են քեզ կոնստրուկտիվ վիճակի մեջ բերել միայն այն ժամանակ, երբ որ դրանց մեջ դու լուծում ես, փնտրում։ Գործնական երրորդ քայլ՝ փոխիր քո իրավիճակը, քո դրությունը ֆիզիկական եւ հոգեվոր առումով, ինչ որ փոփոխություն արա։ Օրինակ, ես նկատել եմ, որ երկարատև քայլելը, բնության գրկում լինելը, թթվածնով մեզ հագեցնելը, այսինքն մաքուր օդին զբոսնելը, երաժշտություն լսելը, Աստծուն երկրպագելը ամբողջովին փոխում է մեր տրամադրությունը, մեր վիճակը։ Քրիստոնյայի համար սա ունի առանձնահատուկ ուժ։ Երբ դու դադարեցնում ես բողոքի շղթան եւ սկսում ես երկրպագել, դու ոչ միայն փոխում ես քիմիական գործողությունների շղթան, այլ նաև ուղղում ես հայացքը դեպի նա, ով կանգնած է քո իրավիճակից վեր։ Դա կոտրում է բողոքի նեյրոնային շղթան եւ ստեղծում է նոր շղթա՝ վստահության, հնազանդության եւ երկրպագության շղթան։ Հիշում եք Սաղմոսների մեջ Դավիթն ասում է. «Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը, որտեղից կգա իմ օգնությունը, իմ օգնությունը Տիրոջից է, որ երկինքն ու երկիրը արարեց»։ Ուրեմն շատ կարևոր է, որ անգամ մենք փոխենք մեր ֆիզիկական հայացքը։ Մենք կարող ենք անընդհատ նայել մեր շուրջը եղող իրավիճակներին, հուսահատվել, բողոքել եւ խճճվել այդ լաբիրինթոսում, ավելի խճճվել այդ ճահճի մեջ եւ չտեսնել ելքը, բայց բավարար է, որ փոխենք մեր հայացքի ուղղությունը եւ մեր տրամադրությունն էլ կփոխվի։ Եվ չորրորդ քայլը, ինչպես բերել դրական փոփոխություն մեր կյանքում, տարանջատիր, թե ինչը պետք է դու փոխես, իսկ ինչը թողնես Աստծուն։ Ընդհանուր գաղափարը սա է. այն, ինչը դու չես կարող փոխել, պետք է վստահես Աստծուն եւ թողնես Աստծուն։ Իսկ ինչը քո ազդեցության շրջանակի մեջ է, ինչը քեզանից է կախված, ինքդ պետք է փոխես։ Աստված քեզ չի ասում լռիր, պապանձվիր, ոչինչ մի ասա։ Հակառակը, նա քեզ անկեղծության կոչ է անում եւ ասում է՝ արի, սիրտդ բաց արա, սիրտդ թափիր իմ առաջ, անկեղծ եղիր ինձ հետ, խոստովանիր, անկեղծացիր, բայց մի պահիր այդ տրտունջը քո ներսում, մի թունավորիր քո միջավայրը եւ քո կյանքը, մի վնասիր ինքդ քեզ։ Վերջ-վերջո, բողոքող մարդը վանող է։ Մարդիկ կխուսափեն նրանից, իսկ գոհացող մարդը ունի մի հետաքրքիր գրավչություն եւ մագնետիզմ։ Մարդիկ ցանկանում են նրա հետ ընկերանալ, լինել նրա շրջապատի մեջ։ Հետևաբար բողոքի լեզվից անցում կատարիր դեպի շնորհակալության եւ վստահության լեզուն։ Կարող ես ասել, ես չեմ հասկանում, բայց ես վստահում եմ։ Այն ինչ որ ես չեմ կարող փոխել, թողնում եմ Աստծուն եւ վստահեցնում եմ քեզ, որ քո ուղեղը եւ քո առողջությունը եւ քո մարմինը քեզ դրա համար շնորհակալություն կհայտնեն։ Հուսով եմ, որ այս տեսանյութը փոքր-ինչ արժեք փոխանցեց քո կյանքի մեջ։ Կարծում եմ, որ այն կօգնի, որպեսզի վերանայես ինքդ քեզ եւ քո կյանքը, քո մոտեցումները, քո բնավորությունը։ Եթե այդպես է, ապա կխնդրեմ, որ վերջում
Չմոռանաս բաժանորդագրվել այս ալիքին, դնել լայքի նշանը եւ քո մեկնաբանություններով ակտիվ լինել, որպեսզի այս տեսանյութը շատ ավելի լայն եւ մեծ լսարանի համար հասանելի դառնա։ Շնորհակալություն համագործակցության համար։ Իսկ հիմա աղոթենք։ Սիրելի Տեր, գալիս եմ քո առաջ քո որդի Հիսուս Քրիստոսի անունով եւ խոստովանում եմ այն մեղքը, որը կործանում է ոչ միայն ինձ, այլև թունավորում է եւ վնասում է իմ շրջապատին։ Ես խոստովանում եմ դժգոհության մեղքը եւ ասում եմ Տեր, այո, մեղանչել եմ քո առջև սրտով, լեզվով եւ շուրթերով։ Ներիր ինձ, որ իմ բողոքով նաեւ ամբոստացել եմ քո դեմ։ Այո, խոստովանում եմ, որ կյանքը հեշտ չէ։ Դժվարություններ կան, նեղություններ եւ մարտահրավերներ կան։ Դու ես ինձ զգուշացրել, որ աշխարհում նեղություններ կունենանք։ Բայց ուզում եմ այսօր դարձի գամ դեպի քեզ եւ իմ աչքերը աղոթքով բարձրացնեմ դեպի քեզ։ Բավական է իմ հայացքը կտրեմ այս մռայլ, խավար եւ տաղտուկ աշխարհից եւ կենտրոնանամ քեզ վրա, որ իմ ներսը լուսավորվի, իմ սիրտը փոխվի։ Շնորհակալ եմ քեզանից, որ դու ինձ գոհանալու առիթներ ես տալիս, բայց երբ որ տալիս ես այդ առիթները, օգնիր ինձ ուշադիր լինել եւ չմոռանալ գոհություն հայտնել քեզ։ Շնորհակալ լինել նաեւ այն մարդկանց, որոնք իմ շուրջն են, որոնք ինձ օգնում են եւ ինձ հասկանում են։ Շնորհակալ լինել օրվա համար։ Օրվա մեջ փնտրել լավը, դրականը, օրհնությունը, որ պարգևում ես դու ինձ։ Շնորհակալ եմ, որ դու իմ հանդեպ բարի ես։ Շնորհակալ եմ, որ քո ողորմությունը հավիտյան է եւ քո ճշմարտությունը սերունդից սերունդ։ Օգնիր ինձ, որ կատարեմ քո պատվերը։ Միշտ ուրախ լինեմ, աղոթքով ներկայացնեմ քեզ իմ բոլոր կարիքները, շնորհակալությամբ բերեմ քո առջև իմ բոլոր խնդիրները եւ անդադար շնորհակալ լինեմ քեզ։ Քո որդի Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։